Դեռահաս տարիքում քանի անգամ տնից փախած կաք։ Երբ որ նեղանում եք ձեր ծնողներից, երբ որ հասկանում եք, որ նրանց ապրելակերպը, նրանց համոզմունքները, նրանց ողջ ճիշտն ու սխալը ձեզ համապատասխան չեն, ձեր ըմբոստ հոգուն, ձեր նկրտումներին, ձեր ընկերների պատկերացումներին, եւ դա կոչվում է դեռահասների բունտ։ Այդպիսի դեռահասների բունտով են մարդիկ առաջնորդվում իրենց կյանքի դեռահաս շրջանում։ Հետո շատ տեղերում այդ բունտը իմաստ է ունենում, շատ տեղերում այդ բունտը մեղմվում է, շատ տեղերում այդ բունտը ճնշվում է, բայց միևնույն է, դուք ձեր ծնողներից չեք հեռանում։ Դուք ձեր ծնողներից, եթե անգամ հեռանում եք, նրանց կրում եք ձեր մեջ, իրենց բոլոր թերություններով, իրենց բոլոր խնդիրներով, նաև առավելությամբ, նաև սիրով, նաև դաստիարակությամբ։ Ասածս ինչ է, որ դեռահասների բունտ ունենում են նաև ժողովուրդները։ Ժողովուրդներ ունենում են այդ դեռահասների բունտը տարբեր ձևերով։ Դա կարող է լինել հեղափոխություն, դա կարող է լինել մեծ արտագաղթ, դա կարող է լինել անցում ուրիշ կոնտինենտ, ինչպես օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բոլոր դեպքերում մենք ունենում ենք դեռահասների բունտ։ Եվ դեռահասների բունտը ունի դրական եւ բացասական կողմեր, որովհետեւ հաշվի առեք, դեռահասը դեռևս հասուն չի, բայց դեռահասը հաստատում է նոր աշխարհակարգ։ Օրինակ, Մարտվենի մոտ է դա շատ լավ երևում, երբ որ Հեկելբերի Ֆինը խիստ կրոնական Անգլիայից դուրս եկած, այսպես կվակերական Անգլիայից դուրս եկած նոր ամերիկացին ասում է՝ մի քիչ հոգնել եմ լսելուց Մովսեսի մասին շամբութներում, որովհետև այդ պատմությունը իրական չի, չէ՞ որ Մովսեսը վաղուց մահացել է։ Դա դեռահասների բունտ է, երբ կրոնականությունը իր ռիգիդ կարծր կողմերով այլևս ընդունելի չի նոր աշխարհակարգ ստեղծելու համար։ Դա դրական դեռահասների բունտն է, կամ դեռահասների դրական բունտը, կա բացասական դեռահասների բունտ, ֆրանսիական արյունոտ հեղափոխությունը, բոլշևիկյան արյունոտ հեղափոխությունը, հիշում եք ոնց էր կոչվում ցարը բոլշևիկների ժամանակ, նախքան նրան գահանկեց հանելը, ցար բացուշկա, նշանակում է դեռահասները ապստամբում են ծնողների դեմ, ոնց գլխատելով ծնողներին, եւ այդ դեպքում ոչնչանում է ուրիշ բան, ոչ թե հին ավանդույթը զիջում է նոր ավանդույթին տեղը, սահուն, գեղեցիկ, ծիծաղով, ինչպես Միացյալ Նահանգներում, տարբեր ինստիտուցիոնալ չափանիշներով, ինչպես Անգլիայում, ոչ, այդ դեպքում դեռահասների բունտը անպայման ենթադրում է ծնողների սպանություն։ Հիմա Հայաստանում դեռահասների բունտ է։ Ընդվզում եկեղեցին պետք է մաքրվի, եւ ահա դեռահասները ճակերտավոր գրողում են եկեղեցու հիմքերը կամ բանը մենք պետք է ազատվենք կաշառակերությունից եւ ահա կաշառակերության անվան տակ հավաքվում են իմի են բերում բանտարկյալները, մենք պետք է երգենք եւ պարենք եւ ահա բազում էգզիստենցիալ պրոբլեմներ ունեցող երկրի վերնախավը բառից բուն իմաստով տժժում է մի երգի տակ, որը մեղմ ասած երաշտական ճաշակի հետ կապ չունի եւ պետք չէ այդ ճաշակը ներմուծել, դա էլ հայկական դեռահասների ռոքն է, հա, կամ ապստամբության երաժշտությունը, կամ էլ խոսում է այնպիսի բաներից, սրտիկներ է ցույց տալիս, ժպիտներ է պարգևում, ինչ է դա, եթե ոչ դեռահասների բունտ։ Սակայն կա մի առանձնահատկություն, դեռահասների բունտը լավ բան է, երբ որ գա գլխի ծնող, ամերիկյան ժողովրդավարությունը 1, բրիտանական ինստիտուցիոնալիզմը 2, հրեական ազգային երազանքը
երեք ռուսական կոլեկտիվ թափանիվը եւ բռունցքը, որ ամեն վարքյան պատրաստ է միավորվել ցանկացած ապուշ գաղափարի շուրջ, բայց պատրաստ է միավորվել։ Ինչ դեռահասների բունտ ենք մենք ակնկալում անծնող, անարցախ, անգլուխ եւ աննպատակ Հայաստանում։ Այ այն դեռահասների բունտն է, երբ որ թագավորի գլուխը կտրում է եւ տեղը գալիս է խեղկատակների հաղթարշավը, բայց խեղկատակները դեռահաս չեն, խելապակաս են, տարբերությունը դա է։ Մեկ էլ հայրը ծեր ժողովուրդ է, մեր դեռահասությունը երկար չպետք է տևի, կործանարար է, որովհետև նմանվում է մարազմի, ձեր հետ քաղաքակրթություն։